Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց թողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է, թվարկում եմ, թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ, Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Նելի Մինասյանը, բարի ձեզ։ Այս ամենի մեջ, բայց եկեք քննարկենք մենակ թուրքագիտական ուղղությունը, հա, փորձենք ավելի ճիշտ։ Տեսեք, Թուրքիա-Իսրայել հարաբերություններում, այսպես թվում էր, թե հարաբերական անդոր է, բայց ենթադրում եմ, որ այսօր այդ անդորը խաթարվեց, որովհետև Իսրայելը հաստատեց, որ Սիրիայի հյուսիս-արևմուտքում, եթե չեմ սխալվում, հա, հյուսիս-արևմուտքում ռազմական օդանավակայանի է հարվածել, ընդ որում կասկած ունենալու, որ այնտեղ արդեն կան թուրք զինվորականներ կամ կարող են տեղակայվել թուրք զինվորականներ, ինչը Թել Ավիվը դիտարկում է որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Սա ինչ-որ նոր լարվածության սկիզբ է, թե ընդհանուր այդպես ձեռքի հետ եկեք խփենք։ Ընդհանրապես Թուրքիա-Իսրայել հակադրությունը եւ լարվածությունը վերջին տարիներին, ես կասեի, այսպես կամաց ոնց որ գնդակը գլորվում է, սկսում է այսպես կամաց թափ հավաքել, այդ տպավորությունն է։ Եվ սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելը հարվածում է ինչ-որ կետերի, ռազմաբազաների, նախկինում եւս եղել է, կոնկրետ մի քանի ամիս առաջ եղավ էլի նման բան, բայց այս մեկը շատ հետաքրքիր է, որ իսրայելական կողմը անմիջապես հայտարարեց, որ ինքը այդ հարվածները հասցրել է, որովհետև այո, այնտեղ կամ տեղակայվել են արդեն, երևի թե կարելի է այդ ինֆորմացիան կամ որոշ չափով են տեղակայվել, կամ Թուրքիան փորձում է այնտեղ ավելացնել ավելի շուտ իր ռազմական ներկայությունը, եւ դա է պատճառը։ Սիրիայի տարածքը, որտեղ իհարկե Իսրայելը օրինակ Գոլանի բարձունքներում ունի ներկայություն, իր վերահսկողության տակ է գտնվում, մի ճշտում իմ գործընկերների համար, ժողովուրդ Գոլանի բարձունքներ են, Հոլանի չեն թարգմանվում։ Չէ, չեն թարգմանվում։ Ես գիտեմ։ Ուրեմն եւ այստեղ էլի կան ռազմաբազաներ, որտեղ որ Թուրքիան ունի արդեն ներկայություն, բայց այստեղ ամենակարևոր խնդիրներից մեկը, որի մասին իսրայելական ավելի շուտ այսպես ուղեղային կենտրոնները որոշ բաներ ասեցին ու հիմա դրան չեն անդրադառնում, բայց կարծում եմ առաջիկայում էլի կլինի այս մասին քննարկումներ, որ Թուրքիան սկսել է սիրիական բանակի վերակառուցումը։ Եվ ընդ որում նշեմ, որ անգամ թուրք քաղաքացիներ կան, այսինքն Թուրքիայի քաղաքացի զինվորականներ, որոնք որ այնտեղ պաշտոնների են անցել, նշանակվել են պաշտոնների, այսինքն Հայաստանի դեպքում մեզ համար դա նորություն չի, որ նման բան կարող է լինել։ Իհարկե նորություն չի, իրականորեն Թուրքիայի համար նորություն չի, որովհետև այս պրակտիկան նախապես աշխատել է, օրինակ Ադրբեջանի պարագայում է աշխատել, ընդհանուր միջև Բարսագույն հրամանատարության մակարդակով։ Կոնկրետացնենք, 44 օրյա պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը ադրբեջանցի կորավ, եւ փոխարեն գեներալ Էրսոյն էր ամբողջ որոշումները կայացնում եւ ղեկավարում գործողություններ։ Այսինքն տեսեք ինչ հաստատում, այստեղ ավելի վտանգավոր է, որովհետեւ Սիրիան թվականակով եւ բոլոր առումներով շատ ավելի կարեւոր է, այսինքն դա փոքր հարավային Կովկաս չի, դա մերձավոր արևելք է, եւ Թուրքիայի ներկայությունը ռազմական առումով սա մեծ Թուրքիային ուժ կտա։ Եվ սա իսկապես լուրջ ուրեմն սպառնալիք է, ես անգամ կասեի կայունությանը, անվտանգությանը, որտեղ սա ակնհայտորեն Թուրքիայի այսպես ձգտումն է, այսպես գերակայության։ Եվ սա բնականաբար Իսրայելին անհանգստացնում է եւ հենց Սիրիան է այս պահին ամենագլխավոր կետը, որտեղ նրանց հարաբերությունները կարծում եմ ավելի կսրվեն։ Այսինքն այս թեզով, այս վարկածով Թուրքիան փորձում է Սիրիային վերածել յուրահատուկ պիտբուլի, հա, մեծացնել, պարապացնել, որ ցանկացած պահի ուղղակի ֆաս հրահանգ տա Իսրայելի դեմ։ Տեսեք, ինքը դաշինքներ է կնքում, որոնց հետ կապված իհարկե շատ վերապահումով այս պահին կարելի է անդրադառնալ, եւ դրանք ինչ որ մի պահ կարող են չաշխատել ընդդեմ Իսրայելի, որտեղ ստեղ ուզում եմ նշել, որ Թուրքիան Իսրայելի հետ արդեն ունի ռազմավարական խնդիրներ։ Այսինքն այստեղ կողմերից մեկը պետքա զիջի կամ պարտվի, որտեղ ուղղակի այլ տարբերակ չի լինի։ Այստեղ գիտեք Իսրայելի դիրքերն ինչի է ավելի կարևոր, որտեղ Իսրայելի համար սա ուղիղ ազգային անվտանգության խնդիր է։
իրականում, ոնց որ իրենք միշտ պայքարել են։ Մենք իհարկե կարող ենք միջոցները քննադատել, իրենք ինչ են անում Գազայում, մյուս հատվածներում, Լիբանանի հատկապես հարավում, բայց ազգային անվտանգության խնդիրներ են իրանք իրականում լուծում, իրենց պետության գոյության խնդիր են լուծում։ Իսկ Թուրքիայի գործողությունների մեջ էլ իհարկե կա այս բաղադրիչը որոշ չափով, բայց սա հիմնականում կապված քրդական խնդրի հետ։ Այսինքն եթե քրդական խնդիրը լուծվում է կամ չեզոքացվում է կամ չօգտագործվում այլ ուրեմն խաղացողների կողմից, մեծ հաշվով Թուրքիայի անվտանգությանը վտանգ չկա։ Բայց Թուրքիան քանի որ ձգտում է այսպես գերիշխանության, իսկ առանց մերձավոր արևելքի Թուրքիայի հեգեմոնիան կամ տերություն դառնալը ուղղակի անհնար է, այստեղ բնականաբար բախվում են իրենց խնդիրները եւ այս համատեքստում նրանք ռազմավարական հակառակորդներ են ուրեմն հանդես գալիս եւ դրա համար Իսրայելի համար ավելի այսպես զգուշավոր, ավելի վտանգավոր է թուրքական ցանկացած քայլ, մանավանդ որ մենք տեսնում ենք վերջին շրջանում Թուրքիան ինչ այսպես գործեր է իրականացնում։ Եվ եթե հետ գանք Սիրիային, տեսեք, նրա դաշնակիցները են ում հետ որ Թուրքիան այսօր դաշնակցում է, Սաուդյան Արաբիա, Պակիստան, դրանք միջև վերջ իր հետ գնացող դաշնակիցներ չեն մեծ հաշվով։ Նրանք կարող են ցանկացած կողմի ճնշումների ենթարկվել եւ ուղղակի ոչինչ չանել կամ մեծ հաշվով ինչ պետք է անեն։ Բայց Սիրիան Քերրիսը կարող է զանգել օրինակ Սաուդյան Արաբիայի արքայազնին։ Սաուդյան Արաբիան ընդհանրապես, ասենք ինքը կարող է ինչ-որ սահմանափակ ֆինանսական աջակցություն, բայց դա արդյոք բավարար կլինի թուրքական կողմին։ Դե թուրքական կողմին հենց տեսնում կհարցնեմ։ Իսկ Սիրիան հենց կդառնա հարթակ, թե ռեսուրսների առումով, բնական ռեսուրսների նկատմամբ, մարդկային ռեսուրսների առումով։ Հիմա իմիջելուց, քանի որ քրդական գործոնի մասին խոսք գնաց, տեսեք, եթե չեմ սխալվում, մեկ շաբաթ առաջ թուրքական անդիմադիր քաղաքական ուժերից մեկի ղեկավարը հորդորեց ազատել Աբդուլլա Օջալանին, որ հերիք է այդ մարդին ինչքան նստեց։ Այսօր արդեն Էրդողանը ստորագրեց օրինակիցը, որը խորհրդարանն էր ընդունել, որով ներում էր շնորհվում քրդական բանվորական կուսակցության զինյալներին, որոնք տարբեր ժամկետներով դատապարտվել էին, սա ինչի մասին է, որ Թուրքիայում վերջ թուրքական քրդական խնդիրը փակվեց, գնաց թե չէ։ Տեսեք, առանց ահաբեկչության Թուրքիա այս նախաձեռնության մասին է խոսքը։ Իմ կարծիքով, որպեսզի շատ չմանրանամ, մի մասը, որոշ մաս կան մարդիկ արդեն ազատ են արձակվել, բայց կոնկրետ Օջալանը ազատ չի արձակվելու, ինքը ուղղակի իր խիստ ռեժիմը փոխարինվելու է եւ ավելի շատ մարդիկ հնարավորություն կունենան իրան տեսակցելու։ Եվ սա իմ կարծիքով նշանակում է քրդական խնդիր, այն ինչ ձև որ մենք գիտեինք 1980-ական թվականներից սկսած, դրա ավարտը։ Այսինքն այն որ քրդական կողմը զինված պայքար էր մղում, արտաքին պետությունների աջակցությամբ փորձում էր ստանալ ինչ որ ուրեմն օգնություն տարբեր չափի եւ պայքարում էր թուրքական ռեժիմի դեմ, ես կարծում եմ այս փուլում սա ավարտված է։ Միայն Թուրքիայի տարածքում, թե Թուրքիայի շուրջ եւս, որովհետեւ տեսեք, այստեղ սա շատ կարեւոր է։ Տեսեք, Թուրքիան այսօր ձգտում է, որպեսզի դա տարածվի նաև Թուրքիայի շուրջ։ Թուրքիայի շուրջ առայժմ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել Իրաքի հյուսիսի հետ կապված, որտեղ այնտեղ մեծ հաշվով քրդական բանվորական կուսակցության որոշակի հատվածներ էին, այսպես տեղակայված եւ այդ կուսակցության, այսինքն ռազմական թևի ինչ որ բաղադրիչներ էին։ Անկամ այստեղ դեռ վաղ է խոսալ, որ բոլոր խմբավորումները, զենքերը վայր կդնեն։ Բայց համենայն դեպս մենք տեսանք որոշ եւ կա այդպիսի ինֆորմացիա, որ որոշ շրջանակներ որոշել են զենքը հետ դնել եւ ներում ստանալ ու վերադառնալ նորմալ կյանքի։ Բայց իմ կարծիքով Թուրքիայի համար ամենակարևոր անհանգստացնողը ոչ թե Իրաքի հյուսիսն է, որտեղ իրանք այնտեղ
այնքան մեծ ռազմաբազաներ ունեն տեղակայված, գիտեք, այսպես քայլ-քայլի վրա եւ իրականում ամբողջությամբ իրավիճակը վերահսկում են։ Այլ խոսքը Ռոժավայի մասին է, այսինքն Սիրիայի մասին է եւ գիտեք, թուրքական մամուլում այդպես տարածվեց տեղեկատվություն այս օրերին, որ նրանք նույնպես պետք է զենքը վայր դնեն, բայց դա իրականում չի համապատասխանում եւ ես կարծում եմ դա տեղի չունենալու։ Իսկ Թուրքիայի գլխավոր խնդիրը դա է, եթե դա չի վերացնում, բնականաբար այդ խնդիրը անվտանգության հարցերը մնում է։ Բայց այստեղ ուրիշ խնդիր է իհատ գալիս։ Տեսեք, իրենք պայմանավորվել են Օջալանի եւ այդ Իմրալը խմբի հետ, այսպես, թե ինչ գործընթացով պետք է գնան, որովհետեւ մեծ հաշվով քրդերը պայքարից չեն հրաժարվում։ Իրանք հիմա պահանջում են սահմանադրությամբ իրենց իրավունքների, այսպես ամբողջական ամրագրում, իմ ջայլոց նոր սահմանադրությունը այնտեղ գրվում եւ մենք կտեսնենք, թե Թուրքիան այս հարցերին ոնց է նրանք ուրեմն ներկայացնում եւ այո, իրանք պատրաստ են ինտեգրվել պետական համակարգ եթե իրանց իրավունքները լրիվ այսպես հաշվի առնվում, եթե չէ շարունակում են պայքարը, արդեն նոր փուլ լինի։ Այո, այսինքն խնդիրը ամբողջությամբ չի լուծվում, այլ փոխակերպվում է։ Տեսեք, երկու տեղն էլ ռիսկեր կան իրականում, որովհետև քրդերից մենք ճիշտ է շատ ենք խոսում Օջալանի մասին, բայց վերջին շրջանում, հատկապես 2007-ից հետո, մի շատ ավելի կարևոր դեմ կա Սալահեդին Դեմիրթաշը, որը էլի բանտում է այսօր, որը օգնեց Էրդողանին 2007-ին ընտրվելուց, բայց ինձ Էրդողանը զգաց, որ կարող է իր համար բրցակից հանդիսանա, անմիջապես ուրեմն փակեցին։ Էրդողան նման բաներ անել շատ է։ Դե վերջին շրջանում դա ուղղակի պրակտիկա է դարձել ուրեմն Թուրքիայում, անգամ այնպիսի հանրային դեմքերի նկատմամբ դա կիրառվում, օրինակ հումորիստի, չէ, ավելի հումորիստ, այսինքն մարդ, որ իր ելույթների ժամանակ ընդ որում ոչ Թուրքիայում հումոր արել Էրդողանի հետ կապված, հետո վերադառնում Թուրքիա, իրեն ձերբակալում են։ Համերա Լուկաշենկոն է։ Երևի ավելի խիստ, այո։ Եվ տեսեք, այսինքն այստեղ ինչ հաստատում, ստացվում է, որ եթե իրան գնում են օրենսդրական լրիվ հարցերով, մի օր կարող է Թուրքիայի նախագահ դառնալ քուրդ։ Այսինքն տեսեք ինչ հետաքրքիր փոխակերպում է, մանավանդ որ բնակչության թվականակով քրդերը բավականին մեծ են այսօր եւ շատ հետաքրքիր է որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս որ Թուրքիայում նախնելիության մակարդակը շատ անկում է ապրել, բայց որ հատվածներում էլ որ դա պահպանվելական որոշակի այսպես ցուցանիշներ ունի, դե քրդական հատվածներ են, բուն թուրքական հատվածներում դա անկում է, այս նույնպես այսպես ուրեմն խնդիրները։ Իսկ մնաց մի հաջորդը, որ էլի ռիսկ ունի, դա այն է, որ դրա հետ կապված կես հումոր, կես լուրջ ասում են, նրանց թուրքերը մի քիչ քաղաքակրթվել են, այսինքն դեպի Եվրոպա են գնացել մտածողությամբ, այսինքն շատ երեխա ունենալու այդպես անհրաժեշտություն էլ չեն տեսնում, չգիտեմ որքան է դա լուրջ։ Քանի որ ասացիք, ես ասեմ, որ դա հիմնականում տնտեսական խնդիրների հետ է կապված իմ դիտարկումներով վերջին շրջանում, իհարկե դա կա, որովհետև ցանկացած ուրբանիզացիա բերում է բոլոր երկրներում, դա ուղղակի այդպես է։ Բերում է ծնելիության կրճատմանը, որտեղ քաղաքներում հիմնականում 1-2 երեխա են ունենում, բայց Թուրքիայի պարագայում վերջին տարիներին այդ ցուցանիշները շատ է իջել, որտեղ տնտեսական խնդիրներն են շատ լուրջ։ Առաջին անհրաժեշտության ապրանքները շատ են թանկացել ու մարդիկ ուղղակի չեն կարողանում պահեն երեխեքին։ Եթե Թուրքիայի դեպքում փորձենք կիրառել այն տերմինը, որը հիմա Հայաստանում շատ շրջանառվում դիվերսիֆիկացիա, հիմա տեսեք, Թուրքիան ինչ որ ձևով փորձում է դիվերսիֆիկացնել արտաքին քաղաքականությունը, այսինքն փորձում է ինչ որ քայլեն անել դեպի Եվրամիություն, այնտեղ որտեղ փող կա մի խոսքով, դեպի Միացյալ Նահանգներ, այն դեպքում, երբ ասենք Միացյալ Նահանգների հետ ըստ էության արճակատման մեջ էին ինչ որ մի փուլ հիշում եք, այս 400 ջարդիրներ եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ փորձում է արտանատոյական ինչ որ դաշինքներ ձևավորել, որի մասին դուք խոսեցիք, խոսքը վերաբերում է Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ կապված այդ դաշինքին, ընդ որում Էրդողանը էլի այսօր կամ 3 էլի չեմ կարող ֆիքսել, որտեղ ես կարծում եմ անցնում եմ էլի ասաց, որ հնարավոր է, որ վաղը մեսօր այդ դաշինքին միանա նաեւ Եգիպտոսը։ Եթե Եգիպտոսը միանում է այդ դաշինքին, այն բոլոր տրամաբանական կամ ոչ այնքան տրամաբանական
եզրահանգումները թե այս դաշինքը ուղղված էր իրականում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ դուրս են գալիս, որտեղ Եգիպտոսը Իրանի հետ խնդիր չունի։ Եգիպտոսը խնդիր ունի Իսրայելի հետ, որոնք պատմականորեն ունի։ Հա, դե հիմա պատերազմել են, հիմա ինչ անենք, ես ու դուք մեղավոր չենք, չէ։ Հիմա այդ դիվերսիֆիկացիայի փորձերը, ընդ որում համաժամանակյա Ռուսաստանից այսպես դիստանցիան մեծացնելու հաշվին նաև կհաջողեն, թե մենք կունենանք այն հիշում եք 0 խնդիր հարևանների հետ, երբ հետո պարզվեց, որ չկա տենց հարևան, կա 0 հարևան, որի հետ Թուրքիան խնդիր չունի։ Իրական ձեր ասած միտքը Էրդողանի ամսի 16-ի Al Jazeera-ին տված հարցազրույցից էր, այնտեղ ինքը լիքը շատ հետաքրքիր մտքեր արտահայտեց։ Հիմա Մեքքայի պակտից սկսեմ, որտեղ ամենակննարկվողը դա է։ Թուրքական մամուլից հա սկսեմ։ Ուրեմն Էրդողանական մամուլը բնականաբար սա ուռճացնում է, ներկայացնում է որպես նոր իրադրություն մերձավոր արևելքում, միջազգային հարաբերություններում, Էրդողանի բացառիկ ձեռքբերում, բայց դե ինչն է դրա ձեռքբերումը, մի քիչ կասկածելի է իրականում։ Իսկ ընդդիմադիր մամուլը շատ հետաքրքիր վերլուծություններ է անում։ Տեսեք, ասում է, դաշինքը պետք է ուղղված լինի մեկի դեմ։ Եթե դա Իրանի դեմ չէ, եթե դա Իսրայելի դեմ չէ, ինչպես հայտարարեց հենց նույն Էրդողանը եւ ընդհանրապես թուրք պաշտոնյաները, բահում դեմ է, ինչի համար է այդ դաշինքը։ Թողել է, դունա թողել։ Հա, գիտեք, դա տպավորություն է։ Եւ բացի այդ, օրինակ իմ կարծիքով կա ուժային վակուում մերձավոր արևելքում, որը Թուրքիան ընդհանրապես փորձեց լցնել եւ այստեղ օգտագործելով առաջին հերթին ուրեմն Իրանի դիրքերի թուլացումը եւ երկրորդը Գազայի խնդիրը, որտեղ մենք տեսնում ենք, որ իրենք վերջին շրջանում Գազայի խնդրի հետ կապված շատ ակտիվ, այսպես շեշտադրումներ են կատարում, որտեղ գլխավոր խնդիրը այդտեղ է եւ իրենք այստեղ հանդես են գալիս խաղարարարի, չգիտեմ, իրավիճակը հանդարտացնողի, այսպես կողմի ինչ որ մի դերում, անավանդ որ Թրամփի առաջարկած Գազայի ծրագրի մեջ եւս թուրքական կողմը ուրեմն ընդգրկվեց։ Այսինքն սա ոնց որ գործընթաց է, որտեղ որ ակտիվ արտաքին քաղաքականության այսպես պուլս է, որի վրա իրենք այսպես փորձում են ձեռը պահեն դրանով իրենց հեղինակությունը բարձրացնելու։ Բայց հիմա եթե Մեքքայի դաշինքին ենք նայում, այո, այնտեղ Թուրքիան ունի նատոյական բանակ, ամենամեծ ցամաքային ուժերն է նաև այս կոնտեքստում։ Սաուդյան Արաբիան կարող է գումարներ ներդնի, մի բան, որ Թուրքիան շատ կարիք ունի, հատկապես թուրքական ռազմական արդյունաբերության ոլորտը, եւ Պակիստանի հետ Թուրքիայի վերջին տարիների բոլոր սիրախաղերը կապված են միջուկային ատոմային զենքի հետ։ Բայց հենց ամենավերջինն է ամենակարևորը, որ Պակիստանին միջուկային զենքը տվել են, եւ մենք գիտենք այդ ոնց է այդ ամբողջ process-ը տեղի ունենում, Պակիստանը բնականաբար առանց խոշոր տերությունների անվազն համաձայնության Թուրքիային չի տա միջուկային զենք, եւ այստեղ մենք Իրանի օրինակը կարող ենք բերել, որ Իրանը փորձում է ունենալ միջուկային զենք ու ինչ իրավիճակը, այսինքն ձևավորվել։ Այսինքն դա ընդհանրապես ի վերջո կարող է այս ամեն ինչը օգտագործվի Էրդողանի կողմից նախընտրական քարոզարշավի ժամանակ, որին իմ ջայլոց հենց Էրդողանը իր կուսակցությունը պատրաստվում են, որտեղ շատ հնարավոր է 2027-ի աշնանը լինեն արտահերթ ուրեմն ընտրություններ։ Այսինքն այս մեկ կարևոր բան, որը որ ես ավելի շատ չէի ասի, սա դիվերսիֆիկացիա է։ Սա ուղղակի քայլ է ստեղծված իրավիճակից, փորձել ավելի շատ ներդրումներ բերելու, ու այստեղ ես շատ կասկածանքով կվերաբերվեմ, թե անվտանգության Թուրքիան այս դաշինքով անվտանգային որևէ հարց կլուծի, թե չի լուծի իր համար։ Մյուս կարևոր հարցը արևմուտքի հետ կապված, որ դիվերսիֆիկացիա իրականում Թուրքիան պետք է անի արևմուտքից, որտեղ ինքն է կախված արևմուտքից։ Վերջին տարիներին Թուրքիայում խոսակցությունները շատ են, որ եթե Թուրքիայի վրա լինի հարձակում, ունենա անվտանգային խնդիրներ եւ այլն, ՆԱՏՕ-ն իրան չի աջակցելու եւ առանձին արևմտյան երկրներն էլ իրենց չեն աջակցելու։ Սա շատ քննարկված հարց է։ Դրա համար Թուրքիան շատ երկար ժամանակ ինքը փորձում էր ինչ-որ մի անվտանգային, այսպես մի հատ միավոր ձևավորեր, որը որ եթե իր հետ կապված լինե որոշակի գործողություններ,
Ջարդ ասեմ որպես այդպիսի գործողություն ամենաիրատեսականը դա Կիպրոսն է հյուսիսային, այսինքն ինքը ունենա որոշակի աջակցություն, բայց այս ուղղակի հիպոթետիկ, որովհետև չգիտենք թե հետագա գործողությունները ինչպես ուրեմն տեղի կունենան։ Եվ Թուրքիան ավելի շատ, եթե ինքը ուզում է դառնա գերտերություն, տարածաշրջանային նաև, ուրեմն հատկապես ռազմական ոլորտում պետք է իր կախումը կրճատի արևմուտքից։ Եվ սա հատկապես Էրդողանի մոտ այս միտքը զարգացավ։ Էրդողանը 2 տարի ուղիղ Միացյալ Նահանգներին աղաչում է F-35։ F-35-ը դեռ մի կողմ, F-16-ի կոմպլեկտ կը, որպեսզի իրենց ունեցածը արձիականացնեն, բայց այդպես էլ դեռ չեն ստացել։ Չիպեր, որտեվ իրանց արդյունաբերությունը ռազմական բավականին զարգացել է, բայց տեխնոլոգիական կարիք ունի, եթե չլինի, դա ոչ մեկի պետք չի, դա, այսինքն իրանք էլ անգամ չեն կարողանալու դա օգտագործեն։ Եվ երբ որ իրենք գնեցին Ռուսաստանից այդ հոբ համակարգերը, այստեղ դե սկսվեց Միացյալ Նահանգների հետ հատկապես առճակատումը, միջև հիմա որ դա են մատնանշում։ Եւ Թուրքիան որոշեց, որ ինքը պետքա լինի անկախ, որովհետև Էրդողանը ինքը բազմաթիվ անգամ իր խոսքում նշել է, որ ուրեմն ինքնուրույնությունը հնարավոր է, եթե դու քեզ կարող ես պաշտպանել։ Դու քեզ կարող ես պաշտպանել, եթե դու բացի բանակից ունենաս նաև սեփական ռազմաարդյունաբերական ոլորտը։ Դրա համար իրենք շատ մեծ այսպես ներդրումներ կատարեցին այդ ոլորտում, նախ տեղական, գումարները ուղղեցին դրան։ Եվ ինչ է ստացվում, տեսեք, այսօր էլի դժվար է խոսել, որ Թուրքիան ռազմական առումով լրիվ ինքնաբավ է դարձել։ Մենակ 2 փաստ նշեմ, չունի հոբ համակարգ եւ չունի կործանիչներ արձիականացված եւ այլն, եւ ես որ այսպես դիտարկում եմ շատ բավականին այսպես ժամանակ արևմուտքը իրենց չի տալու այս բոլորը, մանավանդ որ Թուրքիայի դեմ նաև աշխատում է այսօր հատկապես Իսրայելը, որը որ բավականին ուժեղ մրցակից է համակարգում։ Եվ տեսեք Էրդողանը ինչ ասում է իր հարցազրույցում, ասում է մենք այլևս Եվրամիությանը չենք խնդրելու, Եվրամիության անդամակցությունը մեր համար առաջնահերթություն չէ։ Սա ասում է Էրդողանը, որ 2002 թվականին եկել է իշխանության Եվրամիության ուրեմն անդամակցությունը որպես գերակա ուղղություն դնելով։ Այս իրականում ոչ թե Թուրքիան այս իրեն ստիպել են, որ ինքը գա այս համոզման, որտեղ ակնհայտ է, որ իրան այստեղ նույնպես չեն ընդունելու։ Եվ եթե գամ Ամերիկայի հետ հարաբերություններին, տեսեք, խնդիրները ոչ միտեղ չեն գնացել իրականում։ Երկուսի միջև առաջացած վերջին տարիների հակասությունները։ Ուղղակի այստեղ տեսեք, Թրամփը որոշակի դրական ասեմ, վերաբերմունք ունի Էրդողանի նկատմամբ։ Ասում է իմ ընկերը, չգիտեմ, ես շատ եմ հավանում Էրդողանին։ Սա ներկայացնում է Թուրքիայի հասարակությանը, որ ամեն ինչ շատ լավ է, հարաբերությունները շատ լավ են ընթանում։ Ընկերն է, տեսեք եկավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, ինչն է, այդպես լրիվ մի հատ ուրիշ պատմություն է, բայց փաստացի ոչ մի ջերմ հարաբերություններ, այսինքն երբ որ մենք նայում ենք ներդրումները, նայում ենք նույն խոստացած F-16-երի ուրեմն վերանորոգման այդ կոմպլեկտները, նայում ենք F-35, ոչ միտեղ չկա Բայց այս դեպքում տեսեք, Թուրքիան մի այսպիսի սովորություն ունի, սովորույթ ունի, որով շատ տարիներ շարունակ Եվրամիությանն էր շանտաժի ենթարկում փախստականների հետ կապված հիշում եք, նույն Սիրիայից փախստական, այսքան փող տվեք, այսքան փող տվեք։ Եվ փաստացի ստացավ այդ փողը։ Ստացավ։ Այսքան փող տվեք չթողեմ, ես կպահեմ մի քիչ էլ ինձ կպահեմ։ Հիմա կա 2 ծրագիր, որոնցից մեկը TRIP-ն է, եւ մյուսը պայմանական ասենք տրասիկա ծրագիրը, եվրոպական արդեն տրանսպորտային ծրագիրը, կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս, Թուրքիա եւ Եվրոպա։ Եվ ըստ էության այս 2 ծրագիրն էլ թե Միացյալ Նահանգների թե Եվրամիության համար գերկարևոր ծրագրեր են հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ ամենադեպս գոնե մոտ ապագայում ես գոնե չեմ տեսնում թե դրանք ոնց են կարգավորվելու, ընդհանրապես կարգավորվելու են թե չէ։ Եվ այստեղ Էրդողանի խաղի տեղ ավելան։ Այսինքն չեմ թողի, եթե այս բաները չանեք։ Չէ։ Ունի այդ ներուժը։ Չէ, չունի, իհարկե չունի։ Հակառակը այսօր տեսեք Թուրքիայի արտաքին քաղաքականության կարևոր ուղղությունն է, ընդ որում իրենք արտաքին գործերի նախարարության կազմում
արտաքին առևտրի աշխուժացման, նոր կապերի հաստատման համար հատուկ մարմին են ձևավորել ու բավականին թվով երկրներում, այս բանը չեմ հիշում կոնկրետ թիվը, իրենք արդեն հատուկ ներկայացուցչություններ են բացել, ոնց է, չէ, դեսպանատանը ռազմական կցորդ, այդտենց առևտրային կցորդների հաստիկներ են բացել։ Կամ մենք ենք իրենցից սովորել, բայց իմ կարծիքով շատ լավ նախաձեռնություն է իրականում։ Ուրեմն եւ իրենք փորձում են առևտրաարդյունաբերությունը, այսինքն այս տնտեսական բլոկի վրա շատ մեծ ուրեմն շեշտ են դնում։ Սա ամենակարևոր ուղղություններից մեկն է իրենց համար։ Եվ հիմա իրենց ամբողջ քաղաքականության բանը, այսպես ուղղությունները երբ որ վերլուծում ենք, տեսնում ենք, որ հաջորդ կարևոր ուղղությունը, որի վրա ես կասեի Թուրքիայում օրնիբուն աշխատում են, դա լոգիստիկ ուղղություններն են։ Ընդ որում Թուրքիան լոգիստիկ ուղղությունների առումով փորձում է վերածվել կամրջի կամ կենտրոնի հաբի, ոչ միայն կենտրոնական Ասիայից, այսինքն Չինաստանից, ավելի ճիշտ կլինի ասել, դեպի Եվրոպա գնացող ճանապարհների։ Իսկ քարտեզը դնում ենք, տեսնում ենք, որ այնտեղ կա Պարսից ծոցից եկող գիծ, որը էլի կգնա Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, մենք տեսնում ենք մերձավոր արևելքից եկողներ այդ հայտնի Հիջազի ուրեմն ճանապարհը, որի հետ կապված Սաուդյան Արաբիայի հետ կրկին համաձայնության են եկել, ընդ որում այդ նախագիծը դեռ Աբդուլ Համիդ II-ի ժամանակ է ուրեմն ներկայացվել։ Այսինքն իրենք բոլոր այս առումներով Չգիտես ինչու գերմանացիները ջրեցին այդ նախագիծը։ Ասեմ ինչի, որովհետև երկաթուղին պետք է կառուցեին, փող ունեին, մասնագետ չունեին, դիմեցին անգլիացիներին, քանի որ սկզբում անգլիացիներին էր խոստացվել, անգլիացիներն էլ նեղացած ասին չենք տալիս մեր ինժեներներին, տենց վերջացավ այդ նախագիծը։ Իրականում եղավ պատերազմը առաջին համաշխարհային ավարտվեց նախագիծը։ Այսինքն տեսեք, սա Թուրքիայի համար գլխավոր խնդիր է։ Ինքը ուզում է բոլոր լոգիստիկ գծերի մեջ մտնի։ Եվ դա վերաբերում է նաև մեր ձեր նշած երկուսին, այսինքն մեր հատվածին։ Եվ Թուրքիայի օգուտը որն է այստեղ, նախ աշխարհատնտեսական հարթակում պետք է դիտարկել եկամուտներ եւ այլն, բայց այստեղ Թուրքիան ավելի շատ արևմուտքից կպահանջի ներդրում, որովհետև Իրան էլ պետքա եւ վերակառուցել որոշ հատվածներ։ Եվրամիությունը ասաց 2 միլիարդի չափով կարող ներդրում եմ անելու երկաթգծի շինարարության համար։ Իմ ձանից արդեն իսկ արել են իրենք որոշ համաշխարհային բանկն է տվել իրենց արդեն եւ այո, Եվրոպան պատրաստ է իրենց։ Այսինքն իրանց ներդրում է սպայն իրատեսական ամենակ այդ ոլորտում եւ դա այսօր իրենց համար լրիվ բավարար է։ Որ իրենց նախապայմանը իրականացվի։ Այդ դեպքում այստեղ բնականը ու տրամաբանական հարց է առաջանում, որքան կձգի Թուրքիան չբացելով Հայաստանի սահմանը։ Շատ չի ձգի։ Գիտեք, ես կարծում եմ, որ այստեղ ամեն ինչ թրիփի շուրջ է կենտրոնացած։ Նախ իրենք ինչի մի անգամից այսպես քաշվեցին թրիփի հետ կապված, որտեղ նահանգների ներկայացնել բնականաբար իրանք նահանգների հետ ինչ որ արճակատման եւ այլն չեն գնալու, սա ակնհայտ է եւ իրանք ուղղակի կփորձեն ստեղծված իրավիճակից օգտվել, ինչքան հնարավոր է։ Եվ դա իրանք համար օգտակար է, ասեմ, բոլոր առումներով է օգտակար, իրանք շահող են այս իրավիճակում։ Եվ երբ որ կսկսվի ուրեմն հողի վրա, գետնի վրա գործընթացները, ես կարծում եմ մենք նաև մյուս ուղղություններով կտեսնենք գործընթացներ։ Խոսքը վերաբերում է Կարս Գյումրի, հա, այդ։ Ես նկատում եմ առաջին հերթին արդեն գործնական քայլեր սահմանի բացման, այո, Կարս Գյումրիի հետ կապված, թեպս, որտեղ շատ խոսվում է, չէ, արդեն քանի տարի կան անգամ պայմանավորվածություններ 3-4 տարի, բայց ոչ մեկը չի իրականանում։ Իսկ սա է իմ կարծիքով, գուցե սխալվեմ, այն հիմնական կետը, որը որ արդեն դրանց են կողմ չկա, Թուրքիան պետքա արդեն գնա այդ համակարգերի մեջ, արդեն պետքա պայմանավորվածությունները իրականացնի։ Բան չմնա, սպասենք, տեսնենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու դոցենտ, Երևանի Պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ Նելի Մինասյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։